Հետո ես հետ կզանգեմ իրան։ Վերցրու, ինչի՞ չես վերցնում։ Մանե իրաց տուն բան է ուղարկել, երևի զանգել է շնորհակալություն հայտնի, ես էլ չեմ ուզում տենց խոսակցություններ ունենամ։ Դու գիտես, ես միշտ օգնել եմ ու կօգնեմ իրանց, բայց չեմ սիրում, որ ինձ զանգում, ասում են շնորհակալություն։ Մանե։ Արմանն է։ Արման։ Զանգում եմ չես վերցնում։ Ասում էի չէ, որ այս Անտոն բոմժերը հեսա կգրահեն տունս։ Ինձ զանգ չի եկել։ Առաջացի Արման ջան։ Տղա ջան, դու ով ես։ Մամ, Արմանը Մանեի աղբերն է։ Մամաս Արման ջան, ծանոթացեք։ Մենք հետո առանձին կխոսանք։ Խնդիր չկա։ Իսկ հիմա ուզում եմ քրոջս հետ խոսեմ։ Էլի խնդիր չկա, կարող խոսակ։ Յա, տանց։ Առանձին։ Հա, կարակ առանձնանաք, առանձին խոսակ։ Ուր գամ։ Արման ջան, դու ստեղ ես, քո ոտքով ես եկել։ Ինչ գործում ես այս տանը։ Ինչ ես անում Ալեքսի հետ։ Ես Սիրում ես Ալեքսին։ Չի պատասխանում։ Երևի զբաղված է կամ էլ չի լսում։ Ինքը հետո հետ կզանգի։ Երևի։ Հիմա ասա ինչ ես ուզում ուտելու։ Ինչ ա սիրտդ ուզում, ասա գնամ բերեմ։ Ոչ մի բան, մամ ջան։ Ոչ մի բան չեմ ուզում, ախորժակ չունեմ։ Խնդրում եմ, գոր։ Մի բան կեր, որ ես էլ հանգիստ լինեմ։ Մամ ջան, ոչ մի բան չեմ ուզում։ Ոչ մի բան։ Տենց չեղավ տղես։ Մի բան էլի խնդրում եմ։ Մամ, իսկ ես քեզ կարող եմ մի բան խնդրել։ Ես կուտեմ, որ դու հանգիստ լինես։ Բայց դու էլ ինձ խոստացի, որ գնաս տեղից, որ հանգստանաս, լավ։ Ես շատ հանգիստ եմ տղես։ Սենց հանգիստ մեկ էլ մեր տանն եմ եղել, միջև քո դիրքեր բարձրանալը։ Մամ, Մանեի հետ եմ ուզում խոսել։ Մամ, ինչ եղավ։ Ոչ մի բան տղես։ Մտածում եմ չարժի անակնկալ անել, վաղը կզանգենք։ Բայց չեմ հասկանում, ինչի վաղը։ Դուրս գրվի հիվանդանոցից գնանք տուն, հանգիստ կզանգենք։ Ինչ տարբերություն։ Դե մի լավ բան մտածենք նոր։ Այսքան ժամանակ անցել, ախր այդ երեխեն։ Այդ երեխեն ինչ, մամ։ Կյանքում չհավատաս, որ Մանեն ինձ կմոռանա։ Կյանքում։ Ես էդ չասեցի։ Ուղղակի որ հերոյ է, դրա համար եմ ասում։ Մի հատ տնեցիների հետ խոսանք նոր։ Հերոյա կգա, մամ։ Կգա։ Դու պատրաստվի։ Ես հենց հիվանդանոցից դուրս գրվեմ, Մանեի մեր տուն եմ բերելու։ Տղետ ամուսնանում է։ Մամ։ Ուրախությունից եմ լացում տղես։ Ուրախությունից։ Մամ, հեռախոսը թող մոտս մնա, լավ։ Չէ տղես, ես կխելագարվեմ, որ գնամ ու ամեն րոպե բժշկից չզանգեմ։ Մամ, նայի ես լավ եմ։ Պիտի ավելի լավ լինես։ Թող հեռախոսս մոտս մնա, որ արագ զանգեմ։ Վաղը քեզ համար հեռախոս կբերեմ։ Մամ, ես լավ եմ։ Տղետ լավ է, լսում ես։ Եթե դու քեզ տենց ավելի հանգիստ կզգաս, խնդիր չկա։ Ես հետո էլ կխոսամ, վաղը կխոսամ Ալեքսի հետ, Մանեի հետ։ Դու կարևորը քեզ հանգիստ կա, լավ։
Լավ տղես։ Լավ արևս։ Գնում եմ։ Հիմա ինչ ա լինելու։ Ես ինձ կորցնում եմ, չգիտեմ ինչ անեմ։ Չգիտեմ։ Ես էլ չգիտեմ։ Հետո գերեվա։ Ես ինչ կրակ էր։ Արմանը մանեիս կբերի։ Այ կտեսնես, ձեռքից կբռնի ու տուն կբերի։ Ու երևի ճիշտն էլ է դա։ Ինչեր ես խոսում, հա։ Ինչեր ես խոսում։ Մանեն, որ իմացավ գորը ողջը կխելագարվի։ Ոչ Արմանը, ոչ Մանեն, պիտի չիմանա ճշմարտությունը, գոնե հիմա։ Էդ ոնց ես պատկերացնում, հնարավոր չի, անհնար է։ Չգիտեմ ոնց, բայց ինչքան հնարավոր է պիտի թաքցնենք։ Էդ անհնար է, Ադրինեն արդեն զանգել ա։ Ու գորը շուտով կլավանա, կգա։ Չեմ պատկերացնում ինչ պիտի լինի, մտածել անգամ չեմ ուզում։ Ոչ գորը գիտի քո տանտեղը, ոչ էլ Արմանը գիտի գորը հստան տեղը։ Իսկ եթե փողոցում հանդիպեն, ասենք պատահաբար, իրար տեսնեն։ Ես քո համար հադրութը չի է, որ ոնց գնան իրար հանդիպեն։ Հետո տղետ ոդկ չունի, որ անընդհատ քայլի։ Չգիտեմ։ Բայց Երևանն էլ մեծ քաղաք չի, փոքր քաղաք է։ Շատ հնարավոր է միամիտ իրար տեսնեն փողոցում։ Չգիտեմ, ես գիտես ինչ կանեմ, ես կզանգեմ Ալեքսին, կխոսեմ հետը կհանդիպենք ու տեսնենք ինչ կարանք անենք։ Ու ինչ պիտի անեք։ Գերեվա, չգիտեմ, ես հիմա չեմ կարող քո հարցին պատասխանել։ Ես էլ քո նման ինձ կորցրել եմ։ Ես հարցի լուծումը չեմ տեսնում։ Չեմ տեսնում, ճիշտ լուծումը նկատի ունեմ, Մարիամ։ Մենակ թե երեխուս չդժբախտացնենք։ Էլ մի գնա արի ու նույն բանը ասա։ Չեմ հասկանում, քեզ թվում է քո երեխենայի մչի, հա? Քեզ թվում է քո սիրտը ավելի շատ է ցավում։ Ես միշտ չթաքցնես ոչ մի բան։ Սիրում ես Ալեքսին։ Ես Սիրում ես թե չէ։ ինչ ես հարցնում։ Ես քեզ շատ հասարակ հարց եմ տալի։ Երբ որ մարդիկ ամուսնանում են, սիրում են իրար։ Հիմա դու ամուսնացել ես։ Ես կարամ վստահել եմ, որ դու սիրում ես Ալեքսին, թե չէ։ Ես Հարցիս պատասխանի։ ես ուզում եմ երջանիկ լինել։ Առանց սիրելու։ Փորձում եմ սիրել։ Փորձում ես։ Ամուսնացել ես փորձելու համար։ Իսկ եթե չէ, եթե չլինի, իսկ այդ ժամանակի ինչ է լինելու։ Մանե ինչն է քեզ ստիպել ամուսնանալ այդքան շուտ, այդքան արագ։ Ինչն է ստիպել։ Ուղղակի ես Պապան է ստիպել։ չէ, Եթե դու չես սիրում, նոր ես փորձում սիրել, ինչի էիր ամուսնանում։ ես երջանիկ կլինեմ։ Անպայման երջանիկ կլինեմ։ Լացելով, դու հիմա քեզ ես համոզում, թե ինձ։ Դու իմ մասին մի մտածի։ Ոնց չմտածեմ, է։ Ես լավ եմ։ Ալեքս ինձ շատ է սիրում։ Ու ես էլ իրան կսիրեմ։ Արմ, Եթե քրոջս հանգարց մի օր տխուր տեսա, մենք իր հետ լուրջ խոսակցություն ենք ունենալու։ բայց ինչ ես մտածում, որ քրոջով պիտի ես նեղացնեմ։ Ես չես մտածում, որ առաջինը պետք է իմանայի սրա մասին։ Դե, հա, ես ուզում էի ասեի, Բայց չասեցիր։ Ինչի։ որովհետև դու հիվանդանոցում էիր Արմեն։ Ես էլի հիվանդանոցում էի, որ քրոջս խոտում բերեցիր։ Մեր իրար հետ ապրելը շատ պատահական է ստացվել։ Մենք հանկարծակի ենք որոշել, որ ուզում ենք իրար հետ ապրենք։ Դա ոնց որ թե իմ հետ խոսալը քո համար ավելի դժվար էր։ Զանգում էի, զանգելսը չէի պատասխանում։ Եթե մի օր քրոջս աշկերը տխուր տեսա,
Գալու եմ եւ իրան տանեմ իմ տուն։ Ու այդ կապ չունի, որ դուք ամուսնացել եք ու դու իր ամուսինն ես։ Արմ, սպասի։ Ես գնում եմ։ Արմ, սենց ճիշտ չի, դու իմ տուն ես եկել ու առանց ոչ մի բանի մա գնում ես։ Մենք այն ժամանակ ընկերներ էինք, հիմա արդեն բարեկամներ ենք։ Համել ուր ես գնում, ես կտանեմ քեզ։ Ոնց եկել եմ, նենց էլ կգնամ։ Անհարմար։ Ես խնամի հրավիրել եմ, որ սա եկել է։ Մարդը քրոջ տուն է եկել։ Հարմարվիր, սրանից հետո շուշուտ է գալու։ Ինձ մենակ գյուղացիներն էին պակաս։ Հենց խնդրեմ, ընկան գլխիս։ Ճիշտ են ասում, որ գյուղը մարդու մեջից դուրս չի գալիս։ Դարձար էլի տարկին, բայց քաղաքենիությունը մեջդ մնաց։ Ոչ փողը քեզ փոխեց, ոչ էլ հագիտ ես թանկարժեք հագուստները։ Մի օր այս աղջիկը մեր տանը։ Ու խնդրեմ, աղբերը արդեն ստեղ է։ Բա որ մի քանի ամիս մնա, ինչ կլինի, մտածել ես։ Լիլիթ, գնատես տանը հյուրասիրելու բան կա, սեղան գցիր։ Ինչի՞։ Ես հրավերք արել եմ։ Իսկ երբ հա եղել, որ ես տանը հյուր է եկել ու դու սեղան չես գցել ու մարդավարի ճամփորդել։ Իսկ իմ տանը երբ անկոչ հյուր եղել։ Շատ շուտ ես մոռանում անցյալդ։ Ձերոնց իշի։ Մերոնք ինչ։ Հեչ ոչինչ։ Ուղղակի հիշողությունդ մի քիչ կարճ է։ Շատ վատ է, որ քոնը չես հիշում։ Այ հիմա կքնես։ Չէ, չեմ ուզում։ Պետք է քնես, որ շուտ կաստուրվես։ Մի բան արցնեմ։ Որ եկար, մամաս միջանցքում էր։ Հա, միջանցքում էր։ Որ խնդրեմ, կգնաս, ասես գնա։ Չէ, չի գնա։ Ախրով լիներ, որ գնար։ Այս մնում է ինչ անի։ Թող գնա հանգստանա։ Դե քեզ կորցրել նորից գտել է։ Դու հասկանում ես այդ ինչա։ Հա, հասկանում եմ։ Մենք դժողքի միջով ենք անցել։ Բայց հաղթել ենք մային։ Իրոք հաղթել ենք։ Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ։ Անհավատալի է։ Մենք էլ։ Մեր կենթանի մնալու հավանականությունը գնալով զրոյանում էր։ Մեզ ուղղակի փրկեց այն փաստը, որ ես տեղանքը լավ գիտեի, քարտեզ գիտեի։ Շուտ էի կարողանում կողմնորոշվել։ Երբ որ քեզ բերեցին, բավականին խնամված տեսք ունեիր։ Այդ ինչպես ստացվեց։ Մենք հետևում էինք մեզ։ Կարենը ընկերս, Վարսավիր էր։ Մկրատկար մոտը։ Հենց պարապեր մնում անցնում էր գործի։ Մանեն ընկերուհիդ է։ Ապագա կինս։ Մենք պետք է ամուսնանեինք։ Ուղղակի պատերազմը ավելի առաջ ընկավ։ Բա ուր է այդ աղջիկը։ Երկրում չի։ Դա չեմ կողքին կլիներ, համոզված եմ, ով ոչ մի տեղ չեր գնա։ Չես ասել, որ եկել ես։ Քաղաքում չի նորից եմ ասում։ Համարը չգիտեմ։ Բայց կզանգեմ ընկերներիցս կիմանամ ու տեղյակ կպահեմ։ Ուղղակի չգիտեմ ոնց ասեմ, որ ստրեսի չի ենթարկեմ։ Ես արդեն պատկերացնում եմ ձեր հանդիպումը։ Ես էլ։ Ինձ որ մնար հենց հիմա ստեղից վազելով կգնա իր մոտ։ Կաստուրվի նոր, քիչ է մնացել։
ասիշ լավ գործ ես։ Պետ եմ ջարդում։ Լավ ես անում։ Թող ես կամ։ Թող։ Վաղը արցակուրդդ վերջանում է, հա։ Տենց էլ չհասցրեցի գնամ քաղաք։ Ոչինչ։ Ու կարևորը ծառայությունդ բարոքերով վերջացրու, շատ բան կհասցնենք։ Համել ասեմ, ես ու Մանեն որոշել ենք ամուսնանանք ու տեղափոխվենք Երևան ու սովորենք։ Դու էլ մեր հետ կգաս մեր տուն։ Ով ես։ Դու էլ պետք է սովորես։ Բայց ես ինչ բայց։ Դու իմ աղբերն ես, որտեղ ես ընդեղ էլ դու։ Գալու ես մեր տուն։ Էլ ինչ կա անելու։ Ասա կապտեմ անեն գնամ։ Աղբերս։ Իրավոտքով էր եկել։ Դե դա ուրախալի բան այս դու լացում ես։ Կյանքս տակնու վրա է եղել։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Ոչ ուրախությունն եմ զգում, ոչ տխրությունը։ Աղբերս ինչով գնաց։ Չգիտեմ, դուրս եկավ ու գնաց։ Ոնց չգիտեմ, դուրս եկավ ու գնաց։ Ինչով գնաց։ Դե դուրս եկավ ու գնաց, չեմ տեսել ինչով գնաց։ Երևի տաքսիով է։ Բայց տաքսիի գումար ուներ։ Մանա, եթե կանչել էր, ուրեմն ուներ։ Ոնց աղբորս չճանապարհեցիր։ Բա որ մոտը փող չլինի։ Ոչ քաղաքը գիտի, ոչ էլ սիրտս ցավում է։ Ես ուզում էի փրկել աղբորս, բայց հենց հիմա ավելի եմ ցավացնում։ Անը աղբերդ այնքան շատ է քեզ սիրում։ Գիտես ինչ է ուզում մենակ, որ դու երջանիկ լինես։ Մենակ է դա իրան պետք քո երջանկությունը։ Ինձ էլ։ Ես էլ եմ ուզում, որ Արմանը լավ լինի։ Ախր այնքան բանի միջով անցավ, մի տարվա մեջ 5 վիրահատություն տարավ։ Շատ տանջվեց։ Պատերազմը մեզ մեծացրեց։ Մենք բոլորս էլ հասունացանք։ Դու ամեն ինչ անում ես քո աղբոր համար։ Ամեն ինչ։ Աստված տա, որ իմ զոհողությունը։ Ինչ զոհողություն։ Այս ամեն ինչը քո համար զոհողություն է։ Այսինքն իմ հետ լինելը, իմ կողքին լինելը քո համար զոհողություն է, մանա։ Ես այդքան տհաճ եմ քո համար։ Այն ինչ սրտիդ հակառակը զոհողությունը։ Մանա, նորից եմ ասում, եթե գոռը Արի գոռին հանգիստ թողնենք։ Եթե այս ամեն ինչը Արմանի կյանքին չվերաբերեր, ես այս ամոթալի խաղի մեջ չէի մտնի։ Ինչ խաղ։ Այս խաղ չի։ Իսկ ինչը։ Այս կյանք է, մանա։ Մանա, այս կյանքում ոմանք ինչ-որ բան կորցնում են, ոմանք գտնում են, ոմանք ծնվում են, ոմանք մեռնում են։ Հա, համաձայն եմ։ Կյանքը մեր հանդեպ հաճախակի շատ դաժան է լինում։ Բայց նաև շատ առատաձեռն վարձատրում է նրանց, ովքեր գնում են իրենց սիրո, երջանկության հետևից, ովքեր պատրաստ են ամեն ինչի հանուն երջանկության, հանուն սիրո ու պատրաստ են շատ բաների վրայով անցնել։ Ես հանգստություն եմ ուզում։
Չեմ ուզում տագնապած հոգով ապրել։ Ես երջանիկ էի մեր տանը, մեր գյուղում։ Երջանիկ էի անգամ այն ժամանակ, երբ գիշերները պատուհանի դիմաց աղոթում էի, որ հանկարծ սահմանին ոչ մի միջադեպ չլինի, որ գոռը կարողանա հանգիստ իջնել դիրքերից։ Մնաց 29 օր։ Օրը դեռ չի վերջացել։ Գնում եմ քնեմ, որ օրը շուտ վերջանան։ Աղբերը ստեղից գնաց գլուխը կախ ու ծանրացած սրտով։ Հիմա իմ սիրտը ցավից ավելի է կծկվում։ Մանե, Ինձ հանգիստով, Սեր Աստծո։ Արմանին զանգում չի պատասխանում։ Հա, Մաշա ջան, դե երևի իմ անկերները բարեկամները եկե հավաքվել, նշում են։ Չէ, բայց ինչ ընկեր։ Ինքը ասում էր, որ ստեղ էլ ընկերներ չունի, բոլորը զոհվել են։ Դե Մաշա ջան, հո դու էլ չասացիր, ոնց է չլինի, մի հոգի կլինի։ Չէ, բայց ես մեկը չեմ զանգի։ Մաշա ջան, դու հանգիստ եղի։ Արմանա, որ իմանա իրան զանգել ես, ինքը անպայման քեզ հետ կզանգի։ Դու զանգի ասա, որ դեղեր ունի ստանալու։ Ու վերջ։ Հենց հիմա զանգում եմ, Մաշա ջան։ Սպասի։ Դե Արման ջան, հետաքրքիր տղա ես, ասա վերցրու, էլի դու ինչի չես վերցնում։ Աղջիկը կոտրվեց։ Արման ջան։ Հեռախոսը դա զանգում։ Չես լսում։ Լսում ես ու չես պատասխանում։ Խոսալու տրամադրություն չունեմ։ Դες բա ուր էիր, ուր գնացիր, հա։ Մանայից տուն։ Մանայից տուն։ Մանես ո՞նց է։ Լավ էր։ Փորձում էր երջանիկ լինել։ Բա Արման ջան, հետո Խնդրում եմ, ինձ հարցեր մի տվեք, խոսելու տրամադրություն չունեմ։ Լավ, տղա ջան։ Քեզ էլ հարցեր չենք տա։ Քեզ մենակ թողնենք։ Գնամ սեղան գցեմ։ Ով գիտի, կարող է հացել չի կերել։ Չեմ ուզում ուտել։ Արի գնանք։ Այդ երեխան նեղված էր։ Այս ես կգնամ իրա մոտ։ Չէ, ես կգնամ, նստի։ Նեղված էր։ Եկել է տանես մեջ քիթ մռութ անում։ Մարդել իրա տան մեջ չկարողանա լավ զգա։ Ամ դու գոնե հասկանում ես ինչ ես խոսում։ Դու հասկանում ես, որ այդ աղջիկը աղբերը ոտքերը կորցրել է ու եկել էր պրոթեզներով քրոջը տեսակցության։ Հասկանում ես, որ ամեն ինչ կորցրել են, դու ունտեղ ոչ մի բան չունեն։ Հասկանում ես։ Իրա գյուղի տունը կորցրել է, բայց նա ինչ պալատ է գտել։ Հիմա հարց, մեզանից ով է կորցրել։ Եկավ տնավորվեց։ Իսկ ես իմ սեփական տան մեջ խոսելու իրավունք չունեմ։ Դրան կասես իմ տանը քիթ մռութով ման չկա։ Այս տանը բոլորը ժպտում են, հասկացար։ Այ դու տենց որ խոսում ես, ուզում եմ սենց խլանամ ու այդ ասածներդ չլսեմ։ Չէ, անիմաստ է իր այդ խոսալը, բապ։ Ուրեմն մի խոսա։ Չեմ խոսա։ Ես վերև եմ բարձրանում։ Դու ես չեմ հասկանում։ Դու ինչի ես ուզում հասնել։ Ես արդեն նենց եմ հասել, որ անգամ կանգնելու տեղ չի մնացել։ Դե վերջացրու։ Ես չեմ կարողանում, այս տանը չեմ կարողանում, խեղդվում եմ։ Խեղդվում ես։ Հա, խեղդվում եմ։ Ես էլ չեմ ուզում ձեր ոչ մեկի դեմքին նայել։ Այ մարդ, օֆիսում պրոբլեմ, գալիս ես տուն պրոբլեմ։
Ամեն ինչ անում եմ, որ ձեզ համար ապրելը հեշտ լինի։ Հնարավոր չի այս տաննս մթնոլորտ ստեղծել, որ մի քիչ կարողանանք այս տանը հանգստանալ։ Այս տանը մեր երկուսի համար տեղ չկա։ Կամ ես, կամ ինքը։ Դե քո հետ անհնար է ինչ-որ բան խոսել։ Մամա, իբր ինչ։ Դու սուս մնա, հա։ Դու էիր պակաս ինձ խելք սովորացնեիր։ Դուք այստեղ եք, գորը այդպես էլ ասում էր, որ դեռ չեք գնացել։ Գորս ոնց է։ Տեղ եմ ներարկել, երևի արդեն քնել է։ Երանի քնի երեխես մի քիչ հանգստանա։ Դուք էլ գնացեք քնեք։ Չէ, ես կմնամ այստեղ։ Կսպասեմ մինչև գորը արթնանա, կմտնեմ մոտը։ Ախր ձեզ էլ է հանգիստ պետք։ Կհյուսվեք։ Ինչքան կարող եք չքնել։ Ինչքան որ պետք է։ Գորը պատմեց, որ սիրած աղջիկ ունի։ Անհամբեր սպասում է հանդիպման։ Ինչ է պատահել։ Այդ աղջիկը էլ չկա։ Ամուսնացել է։ Ամուսնացել է։ Ու ես չգիտեմ, թե գորին ոնց եմ ասելու այդ մասին։ Չգիտեմ ոնց ասեմ, որ երեխուս հանկարծ ցավ չպատճառեմ։ Բայց միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ այդ ահավոր է լինելու գորի համար։ Ախր իրանք իրար շատ էին սիրում։ Այդ դեպքում ինչի է այդ աղջիկը ամուսնացել։ Չի ամուսնացել։ Ամուսնացրել են։ Հասուն մարդուն իր կամքին հակառակ ամուսնացրել են։ Չգիտեմ, բայց ստիպեցին։ Ու հիմա ես չգիտեմ, թե գորին ոնց ասեմ այդ մասին։ Չգիտեմ։ Վարկյաններն էի հաշվում։ Ես էլ վերջին 5 օրը չեր անցնում, օրը 2 անգամ էի քնում, որ ժամերը շուտ անցնեին։ Անցնում էին։ Գիշերը երկար էր, իսկ օրը տարի էր թվում։ Վաղը գնում ենք Երևան։ Ոնց։ Ես մի շաբաթ արձակուրդ ունեմ։ Վաղը գնում ենք Երևան։ Սիրում եմ քեզ։ Չեմ ուզում խոսել։ Դե գոնե վերմակի տակ մտի չմրսես։ Չեմ ուզում։ Մանա, ես ինձ վատ եմ զգում։ Ես ինձ մեղավոր եմ զգում։ Ես այսօր ենքան վատ եմ, բայց որ են օրը երբ իմացա, որ գոռը մահացել է, ինձ թվում էր սիրտս քարացել է, ես էլ ցավ չեմ զգում, բայց ես այսօր գոռի ներկայությունն եմ զգում, չգիտեմ կհասկանաս թե չէ,
Բայց ես իրան զգում եմ։ Ինձ թվում է ինքը ողջ է։ Ինձ թվում է ինքը գալու է։ Չգիտեմ ես իմ զգացողությունը։ Անը դու քեզ անիմաստ տանջում ես իրան։ Ես զգում եմ։ Ինձ թվում է ինքը իմ մասին է մտածում։ Ես էլ չեմ կարողանում առանց իր ապրել, չեմ կարողանում, խեղդվում եմ։ Ինձ հանգից թող։ Ես չեմ ուզում, որ դու տարապես մանամ։ Սրանից հետո իմ կյանքը միշտ տառապանք է լինելու։ Չէ, տենց չի լինելու։ Դու ուղղակի Ես ուղղակի մեռնում եմ առանց գորի։ Կյանքս կանգ է առել։ Խելագարվում եմ կարոտից։ Անտանելի է։ Դու իմ ինձ շատ ուժեղ ցավ ասնում ես։ Բայց նենց չի, որ ես քեզ ինչ-որ բան եմ ասել կամ ինչ-որ բան եմ խոստացել։ Դու լավ գիտես, որ ես սիրում եմ գորին։ Ու չգիտեմ ինչի ես իրան։ Ես իրան ահա որ ուժեղ զգում եմ այսօր։ Մենք միշտ զգում էինք իրար։ Այս զգացողությունը կար այն ժամանակ, երբ որ ինքը դիրքերում էր լինում։ Ու պիտի մի քանի օրից իջներ։ Ես զգում էի, սիրտս զգում էր։ Ու հիմա այլ սիրտս նենց է գցում, որ ինձ թվում է ես իրան տեսնելու եմ։ Գոնե էսկեր։ Չեմ ուզում։ Քեզ սնունդ է պետք։ Ինձ ոչ մի բան էլ պետք չի։ Գործ է պետք ու նոր տուն։ Միշտ ապի։ Դու դեռ դրա մասին մի մտածի։ Պապ, էս տան փողը հələ Ալեքսն է տալի։ Ոչինչ տղես։ Հիմա հա, բայց մենք կվերադարձնենք, մի մտածի։ Այդ փողը կվերադարձնենք։ Դրա համար ես մանեին ամուսնացրել Ալեքսի հետ, պապ։ Արման ջան, մանեին ամուսնացրել եմ, որ մենակ չմնա։ Որ գերեզմանը չգրկի ու նստի։ Ամուսնացրել եմ, որ ընտանիք կազմի։ Բա գորը, պապ։ Գորը։ Գորը իմ աղբերն է, իմ կյանքը փրկողն է, մեր տան տղեն է, պապ, գորը։ Հա, ճիշտ է, Ալեքսն էլ վատ տղա չի։ Բայց գոր չի դառնա։ 10 հատ էլ տուն առնի, 100 անգամ մահանա ու նորից ծնվի, գոր չի դառնալու, պապ։ Բայց գորը չկա։ Բայց քրոջդ կյանքը շարունակվում է։ Քուրդ պիտի ապրի, չէ։ Այդ ուղղակի խոսքեր է, պապ։ Մենք էլ չենք ապրում։ Ուղղակի գոյություններս ենք քարշ տալիս։ Չէ, հետը տենց չի տղես։ Ցանկացած հարված պետք է ընդունելը պարտորեն։ Չխեղճանալ, այլ գլուխը բարձր պահածախ թարել։ Այն ինչ որ մեզ հետ եղավ, այն ինչ որ կատարվեց, մենք պիտի ընդունենք ու նորից վերագտնենք մեզ։ Մահին ոնց հաղթես, պապ։ Այդ միակ բանն է, որ հաղթել չես կարող։ Բոլորն են ընկնում։
Բայց ուժեղներն են ոտքի կանգնում տղես, ու մենք կանգնելու ենք, ասկովի կանգնելու ենք ու դեռ հաղթելու ենք։ Ես ու դու մեր հադրութի տունն ենք նորոգելու, գնալու ենք այնտեղ ու ապրելու ենք մեր տանը, չկասկածես։ Դժվար, պապ։ Ապրելով ու ստեղծելով են մահը հաղթում։ Մահացող երազանքներն ու նպատակները կյանքի կոչելով են հաղթում, ապրեսնելով ու ծաղկացնելով, այդ հենց են հաղթում ու ուժեղանում տղես։ Կյանքը ապտակում է մեկ շատ ցավոտ է անկնում ես ու չես կարողանում կանգնել, գիտեմ։ Ես ընկել եմ, պապ։ Ամեն բան հավատից է ծնվում, Արման ջան, այ որ սկսես հավատալ, միջոցներ կգտնես իրագործելու, սուքը հավերժ է, երբ պայքար չկա, իսկ մենք պարտք ենք են տղերքին, որը սուր չկա, պարտավոր ենք իրանց երազանքների իրականություն դարձնելու, իրանք հավատացին, չխնայեցին ոչինչ։ Ալեքս,